Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին սիրելիներս միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, իսկ օրվա բաղադրատոմսը այն համեղության շարքից է, որը մի 2 օր առաջ պատրաստեցինք միասին թթվի տարբերակ, շատ հետաքրքիր թթվի տարբերակ, որը գուցե դուք երբևէ չէիք տեսել կամ չեք փորձել, բայց վստահ եմ, որ գրի եք առել կամ կրկնողությունը նայել եք եւ իհարկե գրանցել եք ձեր ճաշացանկում։ Այսօր նմանատիպ մի թթվի տարբերակ եւս միասին կպատրաստենք, ինչ է անհրաժեշտ այդ թթուն պատրաստելու համար։ Այստեղ ունենք կարմիր կաղամբ, գազար, բազուկ, էլի բազուկ, բայց քերիչով անցկացված, այսինքն եւ կտրատած տարբերակն է մեզ անհրաժեշտ այսօր եւ քերիչով անցկացված։ Այստեղ ունենք արդեն կտրատված կանաչի մաղադանոս եւ նեխուրի տերևներ, ունենք կծու պղպեղ, ունենք սխտոր եւ բնականաբար մի քանի համեմունք։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, օգտագործելու ենք սառնաշաքար, նաբատ, օգտագործելու ենք համեմի սերմ եւ սև չամանի սերմ։ Եվ իհարկե այս թթվի տեսականին պատրաստվում է քացախով։ Սրա մասին քիչ ավելի ուշ կխոսենք, խոսքս փոխանցեմ գործընկերներիս, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Դե ժողովուրդ ջան, անցանք գործի, բարի առավոտ եմ մաղթում եւ ասում եմ այսօր պատրաստում ենք թթվի տարբերակ։ Սիրելիներս միացեք ինձ, որպեսզի միասին հասկանանք, թե այս բաղադրիչներով ինչ ենք անելու։ Եվս մեկ անգամ կրկնեմ, թե ինչ է մեզ պետք այս թթուն պատրաստելու համար։ Այստեղ ունենք 1 ամբողջական կաղամբ, բայց փոքրիկ իհարկե 300-320 գրամանոց կաղամբ է, բայց տեսեք բավականին ծավալով մեծ, այսինքն այս թթուն որ պատրաստենք բավականին շատ է այն ստացվելու։ Ունենք գազար, բազուկ, ունենք այստեղ 1 փոքրիկ բազուկ քերիչով անցկացված եւ կանաչիներից 1 ամբողջական կապ մաղադանոս, նեխուրի տերևները, այս ամբողջը միասին կտրատված է, այստեղ ունենք կծու պղպեղ եւ սխտոր։ Հիմա անցնենք գործի։ Ինչ է մեզ պետք։ Առաջին հերթին կացայի մեջ ավելացնում ենք կտրատած գազարը։ Եթե այն տարբերակում, որը մի քանի օր առաջ պատրաստեցինք, բաղադրիչները կտրատել էի մթերքները շատ մանր, այս պարագայում մի փոքր ավելի խոշոր եմ թողել, բայց էլի ոչ ամբողջական։ Ավելացնենք բազուկը, մյուս բազուկը, ինչու ենք այս մեկը քերիչով անցկացրել, սիրելիներս, որպեսզի այսպես հյութը եւ գույնը ապահովենք հենց այս բազուկով, որովհետեւ քերիչով անցկացված տարբերակը ավելի լավ է տարածում գույնը եւ այն վիտամինները բոլոր որ պարունակում է իր մեջ, այնպես որ գոնե 1 փոքրիկ բազուկ քերիչով կանցկացնենք։ Այստեղ ավելացնելու ենք սխտորը, կծու պղպեղը, ահա, կաղամբը եւ կանաչին կթողնենք ավելի ուշ, այսպես, այսինքն սա դնեմ այս կողմ, ահա, եւ անդրադառնանք համեմունքներին։ Ավելացնելու ենք աղ, ես խոշոր աղ ունեմ, կավելացնենք աղ, կավելացնենք համեմի սերմ եւ չամանի սերմ, սև չամանի սերմ։ Ռուսերենով այն կոչվում է չորնի տմինь։ Եթե լսել են մարդիկ, ապա գիտեն ինչի մասին է խոսքը։ Այստեղ ավելացնում ենք եռացրած ջուր, մի փոքր եռացրած ջուր եւ իհարկե ավելացնում ենք 250 միլիգրամ քացախ։ Ինչու ենք մենք քացախով պատրաստում մեր թթուները, որպեսզի շատ արագ նաև կարողանանք վայելել։ Քացախով ավելի շատ արագ է թթվում։ Պրոցեսը արագ է լինում եւ եփվելու ընթացքն էլ օգնում է, որ այս ամենը ավելի շուտ հասունանա։ Իսկ քացախը մենք ուրեմն, քանի որ քացախ ենք օգտագործել, պետք է բալանսավորենք, որպեսզի այն վնասակար չլինի մեր օրգանիզմի համար, այնտեղ ավելացնում ենք սառնաշաքար։ Նաբատ, եթե ձեռք չեք կարող բերել նաբատ, չնայած խանութներում վաճառվում է, ապա շաքարավազ, պարզապես շաքարավազ ավելացրեք։
դնում ենք կրակի վրա եւ այսպես ծածկենք կափարիչը եւ թողնենք։ Այս մնացած բաները հետո ենք ավելացնում։ Այո, մնացած բաղադրիչները կավելացնենք շատ ավելի ուշ, այսինքն 10 րոպե մեզ անհրաժեշտ է, որպեսզի այս բանջարեղենները եռան, եփվեն։ Հետո մի փոքր կհանգստանան եւ մենք կավելացնենք կաղամբը կանաչի, նորից 10 րոպե կթողնենք եռա եւ մեր թթուն պատրաստ է։ Վաու։ Հրաշք։ Շատ արագ պատրաստվող։ Շատ, այո։ Եվ այս տեսականին այս թթուների շարքը շատ մեծ է, ես պարբերաբար կանդրադառնամ, այո։ Մի օր այս տարբերակը, մի օր այն, դեռ սխտորի թթու եմ ուզում առաջարկել։ Մենք անցել ենք ձմեռային ռեժիմի եւ պարբերաբար կներկայացնի Ադրինեն արդեն իր պահոցից այսպիսի հետաքրքիր թթվի տեսակներ, այս պայն կունենանք դադար Ադրինե, հետո մինչեւ այդ ժամանակ կլինի եփվելու, հետո կվերադառնանք ու կհասկանանք ինչ եղավ։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ։ Դե սիրելիներս, տեսնենք թե ինչ է ստացվել այս կաթսայում, ինչ վիճակ է տիրում։ Եթե հիշում եք, այստեղ ավելացրեցինք գազար, բազուկ, 1 կտրատած բազուկ եւ 1 քերիչով անցկացված բազուկ, ավելացրեցինք սխտոր, ավելացրեցինք համեմունքներ, նաբաթի մասին չմոռանաք, անպայման ավելացրեք, եթե չկա, ապա փոխարինեք շաքարավազով։ Այստեղ ավելացրեցինք ջուր եւ քացախ։ Հիմա ժամանակն է ավելացնել այս կաղամբը, օգտագործելու ենք կարմիր կաղամբ։ Չափաբաժինը իմիջիայլոց բավականին մեծ է, սիրելիներս, շատ է, այնպես որ կարծում եմ երկար ժամանակ կարող եք այն ուրեմն սեղանների վրա ունենալ։ Իհարկե, եթե թթվի սիրահար եք, ես հավատացնում եմ շատ արագ կավարտվի այն։ Ահա, ավելացնում ենք նաև կանաչին, կանաչիներից օգտագործել ենք նեխուրի տերևներ եւ իհարկե մաղադանոս։ Այսպես։ Կփորձեմ խառնել զգուշությամբ, որպեսզի բոլոր համերը միախառնվեն, սակայն եփվելու ընթացքում բնականաբար ծավալը կփոքրանա եւ բոլոր համերը հաստատ իրար հետ կծանոթանան։ Վերջում իհարկե տեսքը դուք կտեսնեք թե ինչպիսին է, ամբողջությամբ այն կարմիր շատ գեղեցիկ գույն է ստանալու եւ իհարկե կհասցնենք նաեւ վայելել։ Դե սիրելիներս, այսքան բան, կարծում եմ բարդ բան չկար, շատ հասանելի, շատ իմիջիայլոց մատչելի բաղադրիչներով ստանալու ենք շատ համեղ թթվի տարբերակ։ Ահա ծածկում եմ կաթսայի բերանը եւ թողնում ենք եւս 10 րոպե եփվի։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Դե ինչ սիրելիներս, ահա պատրաստեցինք այսօր շատ հետաքրքիր թթու։ Շատ պարզ, հասարակ եւ մատչելի բաղադրիչներով ստացանք այսպիսի հետաքրքիր բան։ Արդեն կսարճի եւ մենք կճաշակենք որևիցե կերակուրի կողքին, իսկ մնացածը արդեն կպահածոացնենք։ Եվ ձմեռվա ընթացքում կարծում եմ շատ լավ կլինի այսպես հերթականությամբ տարատեսակ թթուներ հանել եւ օգտագործել օրվա ընթացքում։ Սիրելիներս, լավ եղեք, պատրաստեք համեղություններ եւ վայելեք ընտանիքի անդամների հետ միասին։ Եղեք առողջ եւ փորձեք ձեր տրամադրությունը միշտ բարձր պահել, անկախ ամեն ինչից։ Սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում։ Լավ մնացեք, կհանդիպենք։